պետք է լինի։ Հաշվի առնելով նաև այս կարգավորումը, որ ըստ էության տնային կալանք չի կարող հսկողություններ միջնորդվել, հետևաբար չափի մասով նկատի ունենա նաև այս հանգամանքը, որ եթե օբյեկտիվորեն հնարավոր չլինի 1 միլիարդ վճարել, բնականաբար դրանից հետո վերստին քննարկելու եւ այլ խափան միջոց կիրառելու հնարավորությունը սահմանափակ է լինելու։ Նպատակը նա է, որ այս փուլում կիրառել այն չափով գրա, որը որ հնարավոր կլինի վճարել, որպեսզի հետագայում այս հարցի կրկնակի քննարկում տեղի չունենա եւ ունենա օրենսդրական կարգավորում։ Իրավական մասին չեմ ուզում անդրադառնալ, շնորհակալություն եմ։ Բոլոր մասերով համաձայն եմ պաշտպաներին, բացի մի մասից։ Ես չեմ կարծում, որ մեր հարգելի հանրային մեղավորը երազել է, որպեսզի ես մի քիչ շատ նստեմ կամ ընդհանրապես կալանավորեմ եւ այլն։ Ցանկանում եմ իմ համոզմունքը հայտնել, որ այստեղ կոնկրետ կա քաղաքական նպատակ եւ ունեմ համոզմունք, որ մի անձի այսպես ցանկությունները հատուկ տալու խնդիր է դրած։ Շատ ցավում եմ, որ ապրում եմ մի երկրում, որտեղ ոչ մի բան չանելով պետք է ազատվեն պատգամավորի կարգավիճակ ունենալով, բայց նաև շատ ուրախ եմ, որ երբ իրավարության ֆակուլտետ ավարտելուց հետո ամենայն դեպս չեմ աշխատել որևէ նախատինական ման։ Որպեսզի ստիպված չլինեի իմ, այսպես ասած, ինչ է լինել, բարեր ասել, բայց ամեն դեպքում։ Այնպես որ մի փոքր անդրադարձ նաև խափանման միջոցներին, երբ որ մենք սովորում ենք, որ եթե չեմ սխալվում, կար 3 խափանման միջոց՝ կալանք, գրավ եւ երաշխավորություն։ Հիմա մարդիկ նստեցին, մտածեցին գիտնականներ եւ այլն, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ ստացեցին, բայց Հայաստանի Հանրապետության պարագայում բազա չէ, որ այդ հերոստատուսով հանգած մի հատ մեկնասմա 6000-ատ, 3000-ատ բրասլետ են պատրել, մարդիկ իրենց մտքերում սկսում են արդեն ցուցակներ կազմել, ովքեր են կալանավորվում։ Միանշանակ տեղադրական ընդունում կալանավորվելու հետ կապված, ասեմ ձեզ, որ այնտեղ էլ կյանք կա եւ այդ նստելը բացարձակ խնդիր չի, ուղղակի այդ նախաքննական մարմինը, սա հարցը սրետորական է, կամ ընդհանրապես այն մարդիկ, ովքեր կանգնած են այս ամենի հետևում, անձանց հեղինակությունը բարի համբավ արատողորել հետ կապված։ Ոնց է դերատակիզմ Դատարանն արձանագրում է, որ հնարավորություն կտրվի, դատարանն արձանագրում է, որ պաշտպանի կողմից մի շարք հաստատությունների կարճեններ, մասնավորապես Էջմիածնիկ քաղաքապետարանի կողմից տրված շնորհակալագրի, երկրապահի հուշամեդալի տրամադրման, Մարշալ Բաղրամյանի անվան մեդալի տրամադրման, մի շարք այլ պարգևատրումների, ԵԿՄ վարչության նախագահի կողմից, Հայաստանի Դինամո մարզական հասարակական կազմակերպության կողմից տրված շնորհակալների, Հայաստանի Հանրապետության ֆիդայիններ ՀՀԲՀԿ նախագահի ստորագրությամբ տրված մեդալի, ներկայացված է հրամանը, որի առնչությամբ մեղադրվելը գործի անցել, մեզ բացակայ չդնեք բարեգործական հասարակական կազմակերպության կողմից տրված շնորհակալագրի, մի շարք շնորհակալագրերի պատճեններ, ներկայացվել անշակույթի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականի պատճեն, ներկայացվել են դիպլոմների երազանցությամբ ավարտելու վերաբերյալ դիպլոմների պատճեններ, զինվորական գրքույկի պատճեններ ներկայացվել նաև, ինչպես նաև ծննդյան վկայականի պատճեն։ Հաշվի առնելով արգելին այն մեղադրող ծանոթանալու տեսնում եք։ Ոչ, պաշտպանում նա։ Ներկայացված փաստաթղթերը ևս ստեցվում են քրեական գույություն։ Անցան Արտադրական կարող ես մի հատ աշտի որոշել գործընկերոջ խոսքից հետո առաջացավ էլի։ Քանի որ նշվեց ցուցմունքների մասով այլ վկաների Էդուարդ Սարգսյանի ցուցմունքը, ժողովրդական
Սարգսյանը համակարգ բնակվում է Լիա Սարգսյանի հետ, խոչընդոտելու հետ կապակցվել ավելի ռազմական խոչընդոտի Լիա Սարգսյանը կարող խոչընդոտի, դա հետաքրքիր է հայրը, բայց չի խոչընդոտի։ Դա համակարգ բնակվում է։ Մենք ենք գտի, դրել ենք, որ մեզ առերեսում են։ Մեզ ունենց ոտի վրա մերժեցին առերեսումը։ Հենց ինձ ասացիք, առերեսում բերեք դեպի նովացություն տվել։ Մենք հենց դա ենք մերժել, չեն ասել, քննարկենք հետո ասել։ Այսինքն խոչընդոտելու հետ կապված մենք լրել ենք դες ֆայլը, մենք ո՞ւմ ենք դες։ Բերեք առերեսեք, ներերեսին ասել, առերեսություն է կանում։ Ասելով այս Շնորհակալություն պատվարժան դատարան պաշտպանների կողմից անդրադարձ կատարվեց հանգամանքների, որոնք սուն փուլի քննության առարկան չեն, այսինքն մեղմ ասած առհասարակ տեղին չէր դրանց անդրադարձ կատարելու հանգամանքը, ինչպես օրինակ նյութերին ծանոթանալու ժամկետ տրամադրելու հետ կապված պարոն Վարդևանյանի դիտարկումը, ինչպես այն դիտարկումը, որ չեն կանխել պարոն Ղազանյանին հարցաքննության հետագայում իշնորհել են, որ հարցաքննություն իրականացվի մերժել են, որովհետև ի սկզբանե մեղադրանք ներկայացնելուց հարցաքննվելու հնարավորությունը ունեցել, սակայն հրաժարվել է։ Պարոն Մանավյանի կողմից ներկայացվեց, որ ոչ արդարացնող հիմքով ասեց հետապնդում բացառող հանգամանք կակամովին հրաժարման դեպքում, սակայն չեմ ներկայացնում, ասեց այդ միջնորդությունը, ըստ էության անդրադարձ կատարելով հիմնավոր կասկած չլինելու հարցին, հետո միջնորդեց, որ այնուամենայնիվ երևի կարծում է, որ հիմնավոր կասկածի փուլը այդքան խորությամբ չպիտի այս փուլում քննարկման առարկա դարձվի եւ 40 միլիոն դրամ գրավ միջնորդեց։ Այս մասին ըստ էության պատվարժան դատարանը բովանդակային առումով անդրադարձ կատարելու անհրաժեշտություն չեն տեսնում, սակայն անհրաժեշտություն են տեսնում անդրադարձ կատարելու հետևյալ փաստական հանգամանքներին։ Իհարկե խորը ցավով արձանագրում են պատվարժան դատարան, որ պարոն Վարդևանյանը ջանասիրաբար հիմնավորում է, որ ինքը չպետք է այս բարույթով որպես պաշտպան, որպես փաստաբան ներգրաված լինի։ Ինչի համար մեջ է բերում փաստաբանության մասին օրենքի 36-րդ հոդվածը։ Սակայն ես վստահ եմ, որ պարոն Վարդևանյանը գիտի Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 95-րդ հոդվածի կարգավորումը։ Զուգահեռ կարող է բացել պարոն Վարդևանյանը, ես ընթերցեմ։ Պատգամավորը չի կարող զբաղեցնել իր կարգավիճակով չպայմանավորված պաշտոն, պետական կամ տեղական հիմնակառավարման մարմնում, զբաղվել այդ գործունեությամբ բացի գիտական, կրթական, ստեղծագործական։ Սա ոչ գիտական է, ոչ կրթական է, ոչ էլ ստեղծագործական է, պարոն Վարդևան։ Հետևաբար, եթե դուք պատգամավորի կարգավիճակ ունեք, դուք չեք կարող այստեղ որպես պաշտպան ներկայացնել մեղադրյալի շահերը։ Սա այս մասով ամփոփ է։ Մյուս մասով պատվարժան դատարան պաշտպանների կողմից խափանման միջոցի կիրառման առհասարակ իրավաշխատության առանցքը, այսպես ասած, Սահմանադրական դատարանի 16-19 որոշումն է բոլորիս հայտնի։ Սահմանադրական դատարանի 16-19 որոշման խոսք է գնում բացառապես ազատությունից զրկելու մասին, ոչ թե ազատությունից սահմանափակելու մասին։ Հիմա պաշտպանության կողմը ասում է ազատությունից զրկելը եւ ազատությունից սահմանափակելը ըստ էության նույնն է, եւ եթե էլեկտրոնային սահմանափակում կիրառենք, ապա էապես ազատության իրավունքի միջամտություն կիրականացնեն եւ այս սահմանադրական դատարանի որոշման համատեքստում դա էլ անթույլատելի։ Այն բանալին, երբ որ սահմանադրական դատարանի մասին որոշումը միայն ազատությունից զրկելու հետ է եւ ազատության սահմանափակման հետ կապված որևէ խնդիր չկա։ Ընդ որում պատվարժան դատարան սահմանադրական դատարանի 16-19 որոշումը ես անձամբ իմ բռակցիկայում կիրառել եմ։ Պարոն Վարդևանյանը այդ մասով ակնարկ արեց եւ այնտեղ իրավիճակը լրիվ այլ է եղել, այսինքն գոյություն է ունեցել լիազորությունները ստանձնած ազգային ժողով, որի գումարման պատգամավորի մանդատը ստացվել է կոնկրետ անձի կողմից։ Հետևաբար դա սույն դեպքում առհասարակ այդ իրավիճակները կիրառելի չի։ Ըստ էության պատվարժան դատարան գրավի չափի հետ կապված ըստ էության մեղադրանքի կողմը նման միջնորդություն ներկայացնելուց նաև հաշվի առել մեղադրյալի գույքային դրությունը եւ այս մասով մեղադրանքի կողմը գտնում է, որ 40 միլիոն դրամ գումարը իզորուշ է ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Ըստ էության այսքանը բովանդակային առումով, որոնք որ այս փուլի համար էական նշանակություն ունեն, եւ Արսեն Մելիքյանի պաշտպանի համեմատության հետ կապված պատվարժան դատարան վերջինս նշեց, որ կան մեղադրյալներ, որոնք ավելի մեղմ խափանման միջոցի
պայմաններում են գտնվում եւ ըստ էության վարույթի արդարացիության խոչընդոտ կա ըստ իրեն, որի իր պաշտպանյալը ավելի խիստ կախանման միջոցի տակ է գտնվում։ Ես մասով ցանկանում եմ հայտնել, որ մեղադրանքները ըստ էության տարբեր են, կան մեղադրյալներ, որոնց մեղսագրվում են ընտրակաշարք տալու նախապատրաստության եւ կան մեղադրյալներ, որոնց մեղսագրված են ընտրակաշարք ստանալու հանցագործություններ, որոնք պատվարժան դատանից ծանրության աստիճանի բավականին տարբեր են իրարից եւ ցանկանում եմ ընդգծել, որ ընտրակաշարք տալու եւ ընտրակաշարք տալու նախապատրաստության համար մեղսագրվող հանցագործությունների մեջ մեղադրվող անձանցից Արսեն Մելիքյանի նկատմամբ կիրառված տնային կալանք խափանման միջոցը ըստ էության ամենամեղմն է, մասնավորապես Լիլիա Սարգսյանի եւ Արսեն Մելիքյանի նկատմամբ կիրառված է տնային կալանք, այս պահին իսկ Արման Սարգսյանի եւ Դավիթ Ղազարյանի նկատմամբ կիրառված է կալանք խափանման միջոց։ Ուստի պատվարժան դատան համեմատությունը մնացած մեղադրյալների հետ կապված մեղադրանքի կողմը կարծում է, որ տեղին չէ։ Ըստ էության այսքանը մնացածը պատվարժան դատարան իմ դիրքորոշումներում արդեն իսկ արտահայտել եմ եւ պնդում եմ իմ կողմից ներկայացված միջնորդությունը, շնորհակալ եմ։ Իհարկե, բայց հնարավորություն կտրվի, բայց արդեն ավելի հարկոչ եղանքով ներկայացրեք, որ դատարաններ հնարավորություն ունեն դատականից տվալ։ Շնորհակալ եմ պատվարժան դատարան, անդրադառնալով կրկին պատգամավորի կարգավիճակ, լիազորությունների ստանձնում, կրկին նաև փաստաբանության հետ անալոգիայի հարցին, Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին Հայաստանի Հանրապետության օրենք ընդունված 2016 թվականի դեկտեմբերի 16-ին հատուկ վկայակոչեցի երբ է ընդունվել, որ 2015 թվականի սահմանադրական բարեփոխումներին հաջորդած ժամանակահատվածում է նշված օրենքի երկրորդ հոդված պատգամավորի մանդատի անհամատեղելիություն ամբողջությամբ բառացիորեն ցիտվում է 95-րդ հոդվածը, այնուհետև նշվում է Պատգամավորական մանդատ ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պատգամավորը պարտավոր է թվարկում են գործողությունները դրանով իսկ 95-րդ հոդվածի հետ կապված մտահոգությունը Խնդրում եմ ընթերցեք երբ հաուժի մեջ մտնում, անցումային բրույթը հիմա ընթերցեք, երբ հաուժի մեջ մտնում այդ օրենքը։ Այսինքն 2016 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված օրենքի անցումային դրույթն որ մեջբերում։ Ես մի բան եմ ասում։ Կմեջբերեք, դուք կմեջբերեք։ Ես ավելի ժողովի նստաշրջանի բացման օրը։ Հարգելիս բացման օրը, որ նույնիսկ այդ պայմաններում է, ինչ ասում, մանդատ ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում հետև ինչի պատվարժան դատան, որովհետև օրինակ հանրային մեղադրողը վստահաբար փորձ ունի առևտրային կազմակերպության, օրինակ կենտրոնական բանկի կողմից վերահսկողության ներքո գտնվող կառույցի խորհրդի անդամ լինելու։ Նշվածում, որ հրաժարական է ստալի, մեկ ամիս տևում է, որ հրաժարականի կարգավիճակը հաստատվում։ Դրա համար այդ մեկ ամիսը տալիս անհամատեղելիության հարցը սպառելու համար։ Շարունակելով, ոնց նկատեցինք պատվարժան դատարան, ես տենց էլ չլսեցի կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշման մասին, որի պատճենը ուզում եմ դատարանին փոխանցել, գործինյութերում արկա Elections.am կայքում էլ հասանելի է, առնվազն կակնկալեի, որ հանրային մեղադրողը պետք է ուղիղ դիրքորոշում արտահայտել, որ իր կողմից ներկայացված հիմնավորումները հակասում են դատախազության որպես միասնական համակարգի դիրքորոշմանը, չեն բխում կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից կայացված որոշումից, որը դատախազությունը չի բողոքարկել, եւ ինչ որ իմաստով նաեւ հրաժարվեր իր իսկ կողմից ներկայացված դիրքորոշումից, որտեղ դատախազը սահմանափակված է այլ դատախազների դիրքորոշումով։ Ես որպես պաշտպան կարող օրինակ պարոն Վարդանյանի դիրքորոշման հետ համաձայն չլինեմ կամ պարոն Մարաբյանի դիրքորոշման հետ համաձայն լինեմ։ Իսկ այդ դատախազ դանիելները չի կարող նման ճկունություն ունենալ, որտեղ իրենք միասնական համակարգ են։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումները եթե չեք հարգում, իրավական միջոցներ ձեռնարկեք։ Դավիթ Ղազինյանն ունի պատգամավորի կարգավիճակ, վերջարկեք։ Դավիթ Ղազինյանը պետք է ազատ արձակվեր 2026 թվականի հուլիսի 21-ին, վերջարկեք։ Դատախազությունը դրա մասին քաջատեղյակ է պատվարժան դատարան, դրա համար մինչև 15:00-ն մուտք է անում նշված գործով նյութերը դատարան նախաքննության ավարտը հայտարարելով մեղադրական եզրակացությունը հաստատելով ռեկորդային արագությամբ։ Ես այլ դեպք տենց չեմ տեսել, որ այս արագությունը լինի, բայց այդ ամբողջ արվելա մի բանի համար, որ այս արձանագրությունը ես չուղարկեմ դատախազություն, որտեղ ինձ համար արդեն պարզ է դատախազությունում էլ միատեսակ մոտեցում ես հարցի մեկնաբանման, թե կարգավիճակը լիազորությունների ստանձնումը նույնն է, թե չէ, որտեղ դատախազությունում մի քանիսը կարդացել են վճռաբեկ դատարանի նախադեպային որոշումը, որ այս հարցը ընդհանրապես սպառել է, մի քանիսը երևի չէին կարդացել։ Իրավաչափության պայմանների վերաբերյալ գրավը պատվարժան դատարան չի կարող լինի, ոնց նշեցի, մեխանիկորեն ուղղակի թիվ հազար ներողություն հնչեցնելու կամ կրակելու միջոց։
այն պետք է լինի իրական եւ ոչ թե միայն բխի անձի գույքային դերությունից, այլ գործի հանգամանքներից։ Գործընկերս ներկայացրեց ում պետք է խոչընդոտի, ինչին պետք է